Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարև ձեզ։ Միջազգային Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի ԲԲ վարկանիշը եւ հեռանկարը դարձրել դրական։ Վարկանիշի բարձրացումը կապվում է տնտեսական աճի, պետական պարտքի կայունության եւ տարածաշրջանային խաղաղության գործընթացի հետ, բացելով նոր ներդրումային հնարավորություններ եւ նվազեցնելով վարկային ծախսերը։ Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի Հանրապետության վարկանիշի հեռանկարը, այն դարձնելով դրական եւ հաստատել է վարկանիշը BB մակարդակում։ Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում նշում է, որ սա ոչ միայն վիճակագրական փոփոխություն է, այլև միջազգային շուկայում Հայաստանի տնտեսական քաղաքականության ու ինստիտուցիոնալ կայունության վերաբերյալ բարձր գնահատական։ Սա մասնագիտական հավաստում է այն մասին, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունը եւ պետական ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ։ Դա վստահության հայտ է, ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։ Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակողում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն էլ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով։ Դրանք են Հայաստանի միջազգային պահուստների աճը, հակաբյուջետային կոնսոլիդացիան, պետական պարտքի կայունացումը եւ շարունակական տնտեսական աճը։ Բացի այդ նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը նպաստում է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, ինչը եւս դրական ազդեցություն է ունենում վարկանիշային գնահատականի վրա։ Հաղորդագրության մեջ նշված է. Ակնկալվում է, որ 2025 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կկազմի մոտ 5.5%, իսկ 2026-27 թվականներին տնտեսական աճը կպահպանվի 5%-ից բարձր մակարդակում։ Միջնաժամկետ հեռանկարում լրացուցիչ դրական հնարավորություններ կարող են ի հայտ գալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կայուն իրագործման եւ Թուրքիայի հետ սահմանների բացման պարագայում, ինչը կավելացնի Հայաստանի տնտեսական ներուժը եւ միջազգային վստահությունը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւս արձագանքել է մեր հանրապետության վերաբերյալ վարկանիշի հեռանկարի վերանայմանը։ Խաղաղության արդյունքը այսօր միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, դարձնելով դրական եւ հաստատել է վարկանիշը BB մակարդակում։ Վարկանիշի բարձրացումը Հայաստանի համար կարևոր ուղերձ է նաև ներդրողների, միջազգային ֆինանսական կառույցների եւ գործընկեր երկրների համար։ Fitch Ratings-ը ընդգծում է, որ վարկանիշի դրական փոփոխությունը ազդում է երկրի վարկային ծախսերի նվազեցման վրա, բացում է ավելի լայն ներդրումային հնարավորություններ եւ մեծացնում արտաքին եւ ներքին շուկայում Հայաստանի մրցակցային դիրքը։ Այս փոփոխությունը ըստ Ֆինանսների նախարարության հուսադրող ազդակ է նաև պետական կառավարման, տնտեսական քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների համադրության արդյունավետության վերաբերյալ։ Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկանիշի վերանայումը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն պահպանում է կայունություն այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունը ենթարկվում է հաճախակի տատանումների, այլև ցուցադրում է զանգվածային այնպիսի դինամիկա, որը մեծագույն վարկանիշային կառույցներին թույլ է տալիս վերանայել իրենց սպասումները դեպի ավելի դրական արդյունքներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին Բաքվի ռազմական դատարանը շուրջ 1 տարի ձգվող շինծու դատավարությունից հետո որոշում կայացրեց այնտեղ պահվող հայ գերիները, որոնց թվում էին նաև Ղարաբաղի ռազմաքաղաքական 7 ներկայացուցիչներ, դատապարտել նրանց ցմահ ազատազրկման եւ միայն երկուսի նկատմամբ տարիքային սահմանափակման պայմանավորված կիրառեց մինչև 20 տարի ազատազրկում։ Բաքվում պահվող գերիների հետ կապված զեկույցով է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա նշել է, որ Բաքվի դատերի նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն է եւ ցուցադրական պատիժն է։ Հույզեր, պորտկումներ, սպասված վերադարձ հանդիպում սիրելիների հետ։ 2 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական ցանցերում բարի ավետիս հաղորդեց, հայտնելով, որ ադրբեջանական գերությունից տուն են վերադառնում 4 հայորդիներ, որն իսկապես համազգային ցնծության առիթ դարձավ։ Այսօր դեռևս Բաքվում գերության մեջ են պահվում պաշտոնապես հաստատված 19 անձ ռազմագերիներ, որոնց թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ռազմագերիների եւ պահվող անձանց մի մասը գերեվարվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մյուս մասն էլ 2023 թվականին, երբ Ղարաբաղի բնակչությունը հարկադիր բռնի տեղահանման ենթարկվեց։ Գաղտնիք չէ, որ գերիների եւ պահվող անձանց նկատմամբ Բաքուն ոչ մարդկային վերաբերմունք է ցուցաբերում, եւ 2026 թվականի հունվարի 17-ին լրանում է ուղիղ 1 տարին, որ Բաքվի ռազմական դատարանում սկսվեց ապօրինի պահվող 16 հայ գերիների եւ քաղբանտարկյալների դատավարությունը։
Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կարևորեց այս ընթացքում միջազգային կազմակերպությունների Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձայնի հայտարարությունները, որտեղ խոսվում էր էթնիկ զտումների, կտանքների եւ անապահ ազատ արձակման հնարավորությունների մասին։ Միջազգային այլ կառույցներ եւ պաշտոնյաներ նույնպես հայտարարություններ են տարածել, հավելեց բանախոսը։ Մեզ համար հատկապես հատկանշական էր միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի կոչը մարդու իրավունքների խորհրդի սեսիայի շրջանակներում, երբ անվերապահ ազատ արձակման կոչը ուղղվեց Ադրբեջանի իշխանություններին։ Սիրանուշ Սահակյանն իր զեկույցում առանձին անդրադարձ կատարեց նաև Կարմիր խաչի գործունեությանը, ընդգծելով, որ կազմակերպությունը միակ լիիրավ կառույցն էր, որից հնարավոր է ստանալ տեղեկություններ Բաքվում պահվող անձանց առողջության, բարոյահոգեբանական վիճակի եւ պահման պայմանների մասին։ Սակայն 2025 թվականի հունիսից ադրբեջանական իշխանությունների կողմից արգելվեց Կարմիր խաչի գործունեությունը, որից հետո դժվարացավ տեղեկատվություն ստանալու գործընթացը։ Ասաց Սահակյանը, հիշատակելով, որ Կարմիր խաչին հայ գերիների տեսակցության եւ այլ հարցերով փոխարինել է այդ երկրի օմբուդսմենը, որը կանխակալ մոտեցում ունի։ Չնայած նրան, որ գրեթե արգելափակվել է իրական տեղեկատվություն ստանալու միջոցները, այնուամենայնիվ Միեդ այս հարցով փորձել է քայլեր ձեռնարկել։ Շարունակեց Սահակյանը, հավաստելով, որ այդ քայլերից հետո թեև ուշացումով, բայց իրենք ստացել են զեկույց ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների ընդհանուր վիճակի մասին։ Ադրբեջանի կառավարությունը շուրջ 2 անգամ լրացուցիչ ժամանակ խնդրեց դատարանից եւ վերջնաժամկետը հունվարի 8-ն էր։ Կարող եմ հաստատել, որ մենք հունվարի 12-ին ստացել ենք տեղեկություններ, որոնք 16-ի առնչությամբ պարունակում են տվյալներ նրանց առողջության ընթացքում իրականացված բժշկական զննությունների, գտնվելու վայրի, պահման պայմանների վերաբերյալ կից ներկայացվել են որոշ լուսանկարներ, թե խցերի եւ թե անձանց վիճակի առումով, այսինքն նոյեմբերի 4-ի պարտականությունը հետաձգված կերպով Ադրբեջանի կառավարությունը իրականացրեց 2026 թվականի հունվարի 12-ին։ Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով վերջերս 4 հայ գերիների վերադարձին եւ մյուս գերիների վերադարձի հետ կապված սպասումներին նկատեց. Նշանակությունը մեծ է, որ հույս է առաջացնում, որ այս ազատ արձակումը կարող է շարունակական լինել 2 տարի շուրջ դադարից հետո մենք կարող ենք նոր վերադարձ ունենալ։ Վերջինս անդրադարձավ նաև մեր 4 գերիների վերադարձի օրը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված սիրիացի 2 վարձկանների Սիրիային հանձնման ու որոշ շրջանակների կողմից Հայաստանի այդ քայլի վերաբերյալ քննադատությանը։ Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հերքել էր այս երկու իրադարձությունների կապը, սակայն Սահակյանն այս համատեքստում հիշեցրեց Սյունիք ներթափանցած ադրբեջանցի 2 հանցագործ զինվորների գերեվարումը եւ նրանց վերադարձնելը Ադրբեջանին։ Իրավապաշտպանի կարծիքով Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարում են շախմատային ճիշտ քաղաքականություն։ Քննադատաբար էին մոտենում իշխանություններին, որ օր առաջ այդ գործարքը չէր հասունանում, բայց մենք օրինակ աշխատանք էինք տանում ընտանիքների շրջանակում, նշելով, որ միգուցե պետք է բանակցել երկուսը ավելի դիմաց, մեծաթիվ հայեր ստանալու նպատակով եւ պետք չէ շատ լոկալ նայել, այսինքն երկուսի դիմաց միշտ էլ հնարավոր է, բայց արդյոք ճիշտ բանակցությունների արդյունքում չենք կարող ապահովել երկու հանցագործների դիմաց ավելի մեծաթիվ հայերի վերադարձ եւ օրինակ դա համակցվեց կոպ 29-ի գործոնին եւ արդյունքում մենք ունեցանք ոչ թե երկուսի վերադարձ, Ինչևէ Բաքվի բանտում դեռևս ունենք հաստատված 19 գերի։ Կհաջողվի արդյոք վերադարձնել նաև նրանց, երբ կարող է դա տեղի ունենալ, ցույց կտա միայն ժամանակը։ Այլ թեմաներ այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամայինի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել Աբովյան քաղաքի անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Շամշյան Քոմի տեղեկություններով դեպքի վայր են ժամանել Աբովյանի Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարանել են մոտ 30 քաղաքացու, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, այրվել են մալուխները։ Երևան-Վանաձոր ճանապարհին էլ Արթիկ Երևանի երթուղու ու գազելը բախվել է գազ 69-ին։ Տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով այս պայդրությամբ ուժ հաստատություն է տեղափոխվել 6 տուժած։
Դատանի որոշմամբ Գևորգ Սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը եւ կիրառել է հայցի բավարարման միջոց վերականգնելով Սրբազանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաձեռնության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնել է հոդվածով։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն, նշելով, որ նրանք ձերբակալվել են։ Օրեր առաջ հայտնել էինք, որ զինվորին մահացած գտել են Վարդենիսում մարտական հերթապահության ժամանակ, նա եղել էր Խրամատում։ Վերջինս մոտ 6 ամսվա ծառայող էր։ Շաբաթվա քրեական քրոնիկոն։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Հայցով Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բկաթողիկոսի հունվարի 10 թիվ 02 հայրապետական տնօրինությունը վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դիմումն Արմավիրի դատարան մուտքի արվել հունվարի 15-ին։ Հիշեցնենք, հունվարի 10-ին Մայրաթորից հայտնել էին, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հազանգեստացվել, որ Արագածոտնի մարզի Միրակ գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ չեն եւ առատյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։ Փրկարարները 3 երեխաներին եւ ծնողներին ձնագնացով կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բարեկների ուղեկցությամբ շտապօգնության խումբը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն։ Բժիշկների, փրկարարների եւ բարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Դատարանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նոր մեղադրանքը հաստատելու որոշում կայացրեց։ Պաշտպանական կողմը դատարանի որոշման հետ համաձայն չէ, քանի որ ազգային ժողովի պատգամավորները սահմանադրությամբ պաշտպանված են եւ նրանց նկատմամբ չի կարող հետապնդում հարուցվել առանց ազգային ժողովի համաձայնության։ Նշենք, որ ընթացել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական հերթական նիստը կապված 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ։ Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում։ Ապարանի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ։ Քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Հիմնավորվել է, որ համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու 2 աշխատակիցները կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման եւ անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացը անխոչնդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու եւ այլ անօրինական գործողությունների համար։ Նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Բացահայտվել են Հայ Անտառի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր, 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Մասնավորապես Հայ Անտառ պողակի մասնաճյուղերից մեկի պահեստապետը Վանաձոր համայնքի բնակչի եւ նրա որդու օգտին թողտվություն կատարելու, այն է տվյալ մասնաճյուղից սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց 2025 թվականի հուլիսին կաշառք է ստացել նրանցից։ Նախաքննության պարզվել է նաեւ, որ վերը նշված Վանաձոր համայնքի բնակիչը մեկ այլ անձի հետ իրեն փայտանյութ տրամադրելու դիմաց Հայ Տարպուակի պահեստապետին կաշառք է տվել նաև 2025 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում։ Նախաքննությամբ բացահայտվել է նաև սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց Հայ Անտարպուակի նույն պաշտոնատար անձին 2025 թվականի ընթացքում մեկ այլ քաղաքացու կողմից կաշառք տալու դեպք։ Կաշառք ստանալու համար պահեստապետին մեղադրանք է ներկայացվել։ 2026 թվականի բժշկական պարտադիր ապահովագրության օրենքի ընդունումից հետո սոցփաթեթի յուրաքանչյուր շահառու հնարավորություն է ստանում կանխիկացնելու սոցփաթեթի իր ամենամյա գումարը առանց պարտադիր բժշկական հետազոտության։
2026 թվականից սկսած առողջության պարտադիր ապահովագրությունը տարածվում է նաև սոցփաթեթի շահառուների վրա եւ նրանք համարվում են առաջնային օղակներից մեկը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց առողջապահության նախարարության համապատասխան վարչության աշխատակից Տիգրան Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ սոցփաթեթի շահառուների համար թերևս ամենակարևոր փոփոխություններից է այն, որ այսուհետև շահառուն իր գումարը օգտագործելու համար կարող է նաև չայցելել բժշկական համապատասխան պարտադիր հետազոտության։ Մեկ այլ փոփոխությամբ այն աշխատակիցները, որոնք ստանում են 201,000 եւ ավելի դրամ աշխատավարձ, կարող են ըստ իրենց ցանկության դիմում ներկայացնել գործատուին եւ սոցփաթեթի շրջանակներում տրամադրվող ամենամսյա 6,000 դրամները նույնպես ուղղել առողջության ապահովագրությանը։ Դիտավորվում է զինապահից, այսինքն 5,500-ի փոխարեն 4,500-ը ուղղվելու է հիմնադրամին, եթե սոցփաթեթի շահառուները մեկ անգամ դիմում են գրում գործատուին եւ 6,000 դրամը եւս ուղղվում է դեպի հիմնադրամ եւ իրենց աշխատավարձից գանձվելու է ընդհանուր 300-ական դրամ։ Իսկ այն քաղաքացիները, որոնք ստանում են մինչև 200,000 դրամ աշխատավարձ, նրանք չեն կարող նման դիմում գրել, որպեսզի սոցփաթեթի իրենց ամենամսյա գումարները նույնպես ուղղվեն առողջության պարտադիր ապահովագրությանը։ Այս պարագայում այդ գումարը հանվելու է աշխատավարձից, մանրամասնեց Տիգրան Հովհաննիսյանը։ Բանախոսը նշեց նաև, որ եթե անձը ցանկանում է, որպեսզի իր բժշկական ապահովագրությունը ակտիվանա, ապա նա պետք է տարեկան մեկ անգամ այցելի հետազոտության։ Ասուլիսի մեկ այլ բանախոս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով էլ նոր օրենքների կիրարկմամբ թեթևացրել են սոցփաթեթի շահառուների այսպես ասած քաշքշուկը։ Այսուհետ նրանք կարող են իրենց գումարները կանխիկացնել եւ տնօրինել զերծ մնալով հետազոտություն անցնելուց, բայց կան պահպանված նորմեր, որոնց այնուամենայնիվ պետք է հետևեն։ Թյուր կարծիք չլինի, որ բոլոր մեր սոցփաթեթի շահառուները, ովքեր ունեն հաշիվներին կուտակած գումարներ, կարող են վաղը գնան կանխիկացնել, պետք է շեշտադրեմ հետեւյալը, որ կանխիկացման համար այո, այլևս պետք չի բուժման տեղեկանք, բայց կանխիկացման կանոնները մնացել են նույնը։ Այսինքն կանխիկացնել կարող են նրանք, ովքեր կուտակայինի մասնակից են կամ եւս երկու պայման կա, որի պարագայում նոր հնարավոր է գումարը կանխիկացնել։ Բայց այդ դեպքերի համար այո, իրենք կարող են մոտենալ եւ կանխիկացնել։ Իդեպ կանխիկացման չափի հարցնել է շատ հաճախ մեզ տրվում, որքան կարող են կանխիկացնել, պայմանական տարիներ շարունակ չեն օգտագործել իրենց հաշվին գումարները փոխանցված եւ հիմա մտածում են միանգամից կանխիկացնել։ Այս դեպքում կա կանոն, որ իրենք կարող են կանխիկացնել այն գումարի չափով, որքան որ իրենք 2025 թվականի ընթացքում փոխանցումներ են կատարել կուտակային կենսաթոշակային հիմնադրամին։ Վերջինս հավելեց նաև, որ բժշկական պարտադիր ապահովագրությունը հնարավորություն է ստեղծում, որ սոցփաթեթի յուրաքանչյուր շահառու ուղղելով ամսավճարների ապահովագրությանը իր աշխատավարձից կարող է փոխանցումներ կատարել նաև հարազատի բժշկական ապահովագրության համար։ Միաժամանակ այն քաղաքացիները, որոնք այս տարի իրենց գործադուին դիմում չեն գրի, որպեսզի ապահովագրության գումարը գանձվի իրենց աշխատավարձից, արդեն հաջորդ տարի կարող են սոցփաթեթի շրջանակներում կանխիկացնել այնքան գումար, որն ուղղել են բուժապահովագրությանը։ Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացրել Երևանում Իրանի դեսպանատան առջև։ Ակցիայի մասնակիցները ցանկանում էին երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տվել։ Ցուցարարներն ասում են, քաղաքապետարանը նախ հունվարի 15-ին արտոնել է երթը, հետո չեղարկել այդ որոշումը, ինչի մասին տեղեկացրել են 3 երեկոյան։ Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել, քանի որ փորձում էին երթ անցկացնել։ Ցուցարարները նստացույց են սկսել։ Ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել Իրանում արյունահեղությունը, նաև կրոնական իշխանության հեռացման կոչեր են հնչեցրել։ Իրանի դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովում է, հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Երթը արտոնված չէր, այդ իսկ պատճառով արգելվել է դրա իրականացումը, նաև հավաքի ընթացքում 7 անձ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ենթարկվել վարչական ձերբակալման, ասել է նա։ Չեչնիայի առաջնորդի որդի Ադամ Կադիրովը ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տեղափոխվել է Գրոզնի հիվանդանոց։ Չեչենական ընդդիմադիր շարժման տվյալներով վթարի պատճառ է դարձել այն, որ Կադիրովի ավտոշարեսունը ընթացել է մեծ արագությամբ մեքենայի հետևից, երբ անսպասելի խոչընդոտի է հանդիպել։ Ավտոմեքենաները բախվել են մեկը մյուսին, այդ իսկ պատճառով ըստ տեղեկությունների տուժածների թիվը մեծ է։ Սոցցանցերի ընդդիմադիր էջերն էլ հաղորդում են նաև, որ կրտսեր Կադիրովը ծանր վիճակում է։ Մեկ աղբյուր էլ հաղորդել է, որ Ադամ Կադիրովին հրատապ տեղափոխել են Մոսկովյան հիվանդանոց։ 18-ամյա Ադամը Ռամզան Կադիրովի ամենահայտնի զավակներից է։ 23 թվականի սեպտեմբերին ավակ Կադիրովը հրապարակել էր տեսանյութ, որում այն ժամանակ 15-ամյա Ադամը մեկուսանում ծեծի էր ենթարկում Ուրանը այրելու գործով մեղադրվող Նիկիտա Ժուրավլովին։ Դրանից հետո կրտսեր Կադիրովին սկսեցին տարբեր բարձր պաշտոնների նշանակել եւ պարգևներ շնորհել։ Ներկայում Ադամ Կադիրովը Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղարն է։
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել լոկալ հրադադարի շուրջ, որը հնարավորություն կտա իրականացնել վերանորոգման աշխատանքներ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում, այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Գրոսին։ Ինչպես նշված է տարածված հայտարարության մեջ, լոկալ հրադադարը թույլ կտա սկսել Զապորոժիեի այգում գործող վերջին պահուստային էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որը կարևոր է կանի անվտանգ եւ կայուն շահագործման համար։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Սիրիայի Դեյր Հաֆեր քաղաքը հունվարի 16-ին կրկին հայտնվել է Դամասկոսին դաշնակից խմբավորումների ինտենսիվ հրետանային կրակի տակ։ Քրդամետ սիրիական ժողովրդավարական ուժերի հաղորդմամբ հարվածների ինտենսիվությունը շարունակաբար աճել է, իսկ արկերը խոցել են քաղաքի մի քանի բնակեցված թաղամասեր։ Տուժածների կամավերածությունների վերաբերյալ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության շուտապույտ հաստատմանը խոչընդոտող միակ ուժը Ռուսաստանն է։ Կիևում Չեխիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է խաղաղության, իսկ Ուկրաինան կողմ է պատերազմն անհապաղ դադարեցնելու, մինչդեռ Մոսկվան ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Զելենսկին կրկին կոչ է արել Արևմուտքին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, նշելով, որ լուրջ միջազգային ճնշման դեպքում պատերազմը կարող է արագ ավարտվել։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը հայտարարել է, որ մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդների առաջարկը։ Նա նշել է, որ այս պահին որևէ ապացույց չի տեսնում, որ Պուտինն իսկապես խաղաղություն է ցանկանում։ Կուպերի խոսքով հիմնական դիվանագիտական ջանքերն իրականացնում են Ուկրաինան եւ նրա դաշնակիցները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի աջակցությամբ։ Նա ընդգծել է, որ Պուտինի հետ խոսելու փոխարեն անհրաժեշտ է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու ռազմական աջակցությունը Ուկրաինային։ Ուկրաինան Գերմանիայից կստանա 60 միլիոն եվրո լրացուցիչ աջակցություն ձմեռային շրջանում ջրուցման եւ ջրամատակարարման ապահովման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, շնորհակալություն հայտնելով Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլին։ Նրա խոսքով միջոցները կուղղվեն ջրուցման եւ ջրամատակարարման համակարգերի հզորացմանը, ձմռան ընթացքում հնարավոր խնդիրները մեղմելու նպատակով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունվարի 19-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում հանդիպում կունենա Դանիայի պաշտպանության նախարար Տրոր Սլոն Պոուլսենի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոցֆելդի հետ։ Այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից, նշելով, որ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություններ նախատեսված չեն։ Հանդիպման թեման պաշտոնապես չի բացահայտվում, սակայն ավելի վաղ Ռյուտեն հայտնել էր Գրենլանդիայի անվտանգության ամրապնդման հարցով ՆԱՏՕ-ի շրջանակում խորհրդակցությունների մեկնարկի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային հրամանատարությունը հայտնել է, որ հարավային նիզակ համատեղ օպերատիվ խմբի ուժերը Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության եւ Ջերալդ Ֆորդ ավիակրի աջակցությամբ Կարիբյան ավազանում կալանավորել են Վերոնիկա լցանավը։ Ըստ հաղորդագրության նավը խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար սահմանված կարանտինային ռեժիմը։ Սա Վենեսուելայի հետ առնչվող 6-րդ նավն է, որը կալանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունների շրջանակում։ Նովայա գազետա Եվրոպայի տվյալներով լցանավի սեփականատերը ռուսական Բուրևեստ Մարին ընկերությունն է։ Այսքան այժմի համար կհանդիպենք։